Սև ամպեր են կուտակվել Արտամետի դպրոցի վրա։ Գյուղացիները լսել են, որ 2027-ին Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի դռները մեկընդմիշտ փակվելու են։ Այս գյուղն էլ փակենք, բրզենք։ Արտամեցիներն ասում են, եթե փակվի դպրոցը, գյուղը դատարկվելու է։ Մնամ են ստեղ էլ ինչ անեն, ինչ եմ արմենան ստեղ, օծ ու կարիժների համար մնան ստեղ։ Եթե դպրոցը փակեն, ստեղ ոչ մեկը չի ապրի։ Այդ մի դպրոցով ենք ապրում մենք ստեղ Արտամետ։ Վարձով կեթամ կապրիմ։ Եղա որ ես գնացի այս գյուղից, մենակ ես չեմ, շատ մարդիկ կան։ Տարակուսած են Արտամետում։ Ինչու է կառավարությունն ուզում փակել ընդամենը 14 տարի առաջ կառուցված դպրոցը, որը մի քանի դահլիճ ունի, լաբորատորիաներ, նաև նախակրթարան։ Դպրոցը ունի շախմատի դասարան, ունի համակարգիչների դասարան առանցին, ունի առանցին դահլիճ, ունի առանցին սպորտ զար, բոլորը բարվոք վիճակում, բոլորը կահավորված։ Մարդիկ կասկածում են, որ Արտամետի աշակերտներին կրթական ավելի լավ միջավայր են առաջարկելու հարևան Վանանդ գյուղի դպրոցում։ Որ նորակառույց դպրոցներ կա, չէ, մեր դպրոցի շունը չարժի։ Գազաֆիկացիոն ունենք, հոսանքն ունենք, ջուրն ունենք, մաքրությունը իդեալական է։ Կարաս յուղը լցնես պոլի վրա, հավաքես ճաշեփես կամ կարտոշկա ժարի տանես։ Վանանդ գնացել են տարվա։ Շատ տարիներ առաջ ազատի երեխաները հարևան գյուղերի դպրոցներն են գնացել։ Հիշում է թե երեխաների, թե իր տառապանքները հատկապես ձյուն ձմռանը։ Ճանապարհը փոթորի գերելն փակում էր ձյունը, ճանապարհ չկա, երեխեքա ոնց գնան։ Ոբշեմ ճանապարհներ փակում, մեքենաներ խարաբլնում։ Երեխաներն էլ չեն ուզում փոխել դպրոցը, միջավայրը։ Այնտեղ երեխաները մի տեսակ գևի չեն հարմարվի, էլի, չեն սիրում, էլի։ Իսկ ինչ է լինելու դպրոցի աշխատողների հետ։ Տիկին Նազիկն այնտեղ մաքրուհի է աշխատում ու խոհարար։ Ձեզ օրինակ ասել են, եթե օպտիմալացնեն, ձեզ աշխատանք կտան։ Ոչ մի բան էլ չեն ասել։ Արտամեցիները 2 ամիս է բողոքում են։ Ասում են, իրենց վճռականությունը ցույց տալու համար անգամ դպրոց չեն ուղարկել երեխաներին մի ամբողջ շաբաթ։ Ծնողները ցույց արեցին, երեխեքին շաբաթով դպրոց չուղարկեցին, որ դպրոցը չփակվի։ Արտամետից կրթության նախարարին նամակներ են ուղարկել, դրանց գցել դպրոցի նկարները։ Նահմակում պահանջը եղել է, որ նայեք դպրոցի իրական վիճակը, որ ինքը լավագույն դպրոցներից մեկն է եւ իր դիրքով եւ իր ձևով, իր պահպանված վիճակով եւ ներսի կահավորանքը եւ մանկավարժների աշխատանքի արդյունքն է նաեւ միջանցքներից երևում։ Գյուղացիների ասելով կրթության նախարարությունից պատասխանել են։ Կվերանայեն դպրոցը փակելու որոշումը, բայց դրանից հետո Արտամետ էլ ոչ մի լուր չի հասել նախարարությունից։ Ոնց որ սայլը տեղից չի շարժվում։ Վերանայելու հարցի պատասխանը չենք ստացել։ Ազգային կրթության խորհրդի անդամ Արմեն Ներսիսյանն ահազանգում է։ Նախընտրական թեժ շրջանում մարդկանց լռեցնելու համար իշխանության ներկայացուցիչները խոստանում են, թե չեն փակի որոշ գյուղերի դպրոցներ, եթե ընտրեն գործող իշխանությանը։ Օրինակ մեզ Շիրակի մարզից ահազանգեր եկան, որ վարչական ղեկավարները կամ մարզպետարանի ներկայացուցիչները հանդիպում են գյուղի բնակչությանը քարոզարշավի շրջանակներում եւ ասում են, որ մենք խոսք կտանք այդ ցուցակից հանել գյուղի դպրոցը, եթե ընտրեք իշխանության։ Ազգային կրթության խորհրդում կասկածներ ունեն, որ դպրոցը փակելու պատճառ կարող է լինել նաև կրթօջախի անունը։ Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի հրեշավոր ոճիրի զոհը դարձած հայ սպա Գուրգեն Մարգարյանի պատմությունը հնարավոր է գործող իշխանության պատկերացմամբ ստվեր է գցում Փաշինյանի խաղաղության օրակարգի վրա։ Հաշվի առնելով ներկա իշխանության հարևաններին կամ ավելի ճիշտ ձևակերպված մեր թշնամիներին հաջողանալու քաղաքականությունը, ես տեսնում եմ, որ դա կարող է լինել այդ տրամաբանության մեջ, որովհետև որևէ հիմնավոր պատճառ չկա դպրոցների փակման։ ԿԳՄՍ-ն Հայլուրից գրավոր հարցում է խնդրել, որպեսզի պատասխանի հարցին, թե արդյոք Արտամետի միջնակարգ դպրոցը ևս մտնում է կառավարության որակյալ կրթության հասանելիություն կոչվող ծրագրի մեջ։ Մինչ այդ Արմավիրի մարզպետարանը արձանագրել է, որ Արտամետի դպրոցը փակելու կառավարության որոշում չկա։ Լանա Համբարձումյան, Հայկ Ավանեսյան, Աշոտ Մնոյան և Հարություն Մաթևոսյան, Հայլուր, Կիրակի։